911 Ռադիո Արևիկի եթերում 911 հաղորդաշարն է, բարի օր բոլորին։ Սիրելի ունկնդիրներ, այսօր եւս մեր հաղորդման փորձագետի հետ կարևոր եւ հետաքրքիր թեմայի շուրջ ենք խոսելու՝ կենդանիների եւ նրանց հետ շփվելու կանոնների մասին։ Այնպես որ եթե տանը շուն, կատու, թութակ, ձկներ եւ այլ կենդանիներ եք պահում, առաջարկում եմ լսել մեր զրույցը։ Մեր հյուրն է ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը։ Պարոն Մաթևոսյան, հատկապես երեխաները սիրում են տանը կենդանիներ պահել եւ ըստ հոգեբանների բարի եւ պատասխանատու լինելու համար շատ կարեւոր է, որ մարդը մանկուց սովորի խնամել ինչ-որ մեկին, թեկուզ ընտանի կենդանիների։ Ինչ պետք է իմանանք նախքան այդ կենդանուն տուն բերելը։ Առաջին հերթին պետք է իմանալ, թե կենդանին ինչ առանձնահատկություններ ունի, ինչպիսի ֆիզիկական վիճակում է գտնվում, ինչպես պետք է խնամել կենդանուն, ինչպես պետք է վարվել կենդանու հետ եւ ինչպես կարելի է զգուշանալ, ինչ վտանգավոր հիվանդություններից կարելի է զգուշանալ կոնկրետ յուրաքանչյուր կենդանի պահելուն։ Այնպես որ բավականին լուրջ գիտելիքներ են պետք կենդանիներին պահելու համար։ Իսկ կան կենդանիներ, որոնք այսպես ասած ամենաանվտանգն են տանը պահելու համար։ Գիտեք, գրեթե չկան։ Պարզապես կան տարբեր վարակման ուղիներ, տարբեր հիվանդություններ, տարբեր կանխարգելիչ մեթոդներ, բայց որ ասենք անվտանգ այդպիսի բան չկա։ Եթե կենդանուն չպահվի այնպես, ինչպես որ անհրաժեշտ է, ժամանակին բուժումներ բան չնշանակվի, միևնույնն է ինչ որ մի հիվանդություն անպայմանորեն կարող է ստանալ երեխան։ Առաջարկում եմ առանձին անդրադառնալ տարբեր կենդանիների հետ շփվելու եւ նրանց բնակարանում պահելու կանոններին։ Սկսենք շներից ու կատուներից։ Շներից եւ կատուներից շատ վտանգավոր են հատկապես այն կծոցները, որոնք որ կապված են կատաղության հետ, եւ վարակը, այն հիվանդությունը, որը մարդը ստանում, հենց կոչվում է կատաղության հիվանդություն, որը որ շատ վտանգավոր է եւ եթե բուժումը ժամանակին չի լինում, ապա այն մահով է ավարտվում։ Ինքը ամենավտանգավոր երևույթն է։ Ինչ է դա նշանակում, որ շան թքագեղձերի մոտ կատաղության այդպիսի հարուցիչներ են լինում եւ կատաղած դեպքում, երբ որ նա կծում է, ապա մարդու մոտ առաջանում է ջղաձգումներ, հատկապես կլանման, շնչառական օրգանների, մկանների կծկումներ են առաջանում եւ ինքը հետագայում կարող է բերել փայտացումների եւ կարող է հասցնել մահվան։ Բացի այդ, շատ հետաքրքիր է, որ ոչ միայն կծելու ժամանակ կարող է դա լինել, այլ թքի հետ էլ կարող է լինել։ Ճիշտ է, հացվագյուտ է եղել, բայց եթե թքի հետ այդ հարուցիչը ընկնում է աչքի թաղանթի վրա, կամ մարդու բեյանի մեջ լորձաթաղանթի հետ հանկարծ եթե շփվի, ապա այն միանգամից հաղորդում է ուղեղին եւ առաջ է բերում ուղեղում բորբոքումներ։ Շատ վտանգավոր երևույթներ են դրանք։ Ուզում եմ ասել, որ միայն կծելը չի, էլի, նա կարող է նույնիսկ լիզել բաց վերքեր եւ բաց վերքերից նույնպես առաջանան այդպիսի երևույթներ։ Դրա համար պետք է նախ իմանալ կամայական ժամանակ, եթե կծեց կենդանին, պետք է անպայմանորեն դիմել բժշկի, լվանալ վերքը 5 րոպե սառը ջրով ու դիմել բժշկի։ Առաջին մոտեցմամբ նրան պետք է սիճուկ ներարկվի, որից հետո 10 օր անցնի ու կորոշվի, թե եթե իրոք այդպիսի բան կա, ապա կատաղության, հակակատաղային վակցինացիա պետք է արվի։ Կատուների մասով։ Նույնը կատուների մասով, նույնը ձիերի, նույնը ուղտերի, այն կենդանիների, որոնք կարող են կծել։ Շների կատուների հետ կապված կա նաև քոսը կամ ինչպես ասում են մաշկի վրա շների առաջանում են քոյի տեղեր, մազերը կլոր են լինում այդ մասերում, դա սնկային հիվանդություն է եւ մարդը կարող է ստանալ սնկային հիվանդություն կամ կարող է ունենալ քոր։ Քորը մարդու մոտ լինում է ոչ մազածածկույթներով մասերում։ Հետևաբար քոսի վտանգ կա եւ կա սնկային հիվանդություն ստանալու վտանգ։ Իսկ ինչ պետք է իմանանք, երբ որոշում ենք տանը թութակ կամ այլ թռչուն պահել։ Ինչով են մեր թևավոր բարեկամները վտանգավոր։ Կա այսպես կոչված թութակի տենդ, որը շատ վտանգավոր է այն առումով, որ մարդու մոտ առաջացնում է հաստ, թոքաբորբ,
չոր հազ եւ դա կարող է նորից հասցնել մահվան։ Դրա համար թութակ ձեռքբերից պետք է իմանալ, թե ինքը վերջին բուժումները ինչպես է ստացել, բայց կամայական թութակ չի կարելի անել, հատկապես արա եւ կարագե թութակները։ Այս երկու տեսակները շատ վտանգավոր են։ Ուշադիր պետք է լինենք նաև ակվարիումային ձկներ պահելու ժամանակ։ Ինչ կանոններ կան այս դեպքում։ Դե ակվարիումի դեպքում խնդիրը առաջանում ակվարիումը մաքրելու խնդիր, որովհետև երբ որ վերին շերտը գոլորշի անում է, հետքի է մնում, պետք է դա մաքրել, բացի դրանից ակվարիումում կարող են առաջանալ սնկեր, որոնք շատ ուժեղ զարգանում են։ Այս մաքրելու ժամանակ հնարավոր է, որ մարդը վարակվի։ Ընդհանրապես չի կարելի ձեռքը մտցնել ջրի մեջ, ձուկ բռնել կամ բան եւ առավել ևս լվանալ։ Ինչու, որտեվ կարող են առաջանալ 1-ից 1.5 սանտիմետր երկարության վերքեր եւ հետո դառնան բաց վերքեր։ Իհարկե իրանք կարելի է բուժել, բայց բոլոր դեպքերում վտանգավոր են։ Ակվարիումում եթե պահվում են հանկարծ սողուններ, օձեր, կրյաներ, դրանք ավելի վտանգավոր են, որովհետև նրանք կարող են առաջացնել տենդ, հոդացավեր, գլխացավեր, գլխապտույտներ, սրտախառնոք, ստամոքսի ցավեր, որովայնի ցավեր եւ այստեղ շատ զգուշ պետք է լինել, հատկապես այդ կենդանիներին չպետք է թողնել տանը ինչ-որ ման գալ, ազատ թողնել, որ տանը ման գան։ Հեռու պետք է պահել երեխաներին, հատկապես մինչև 1 տարեկան երեխաներին, որտեղ նրանց իմունիտետը շատ ցածր է, ուշադիր պետք է լինել։ Իսկ որոնք են այն հիվանդությունները, որոնք մարդիկ կարող են ձեռք բերել կենդանիներից եւ ինչ ախտանշաններով են դրանք դրսեւորվում։ Այն բակտերիաները, որոնք որ սողուններից են լինում, սալոմելա է կոչվում, ինքը շատ վտանգավոր է, նույնիսկ եթե լվանում են ակվարիումը, որտեղ պահում են այդ կենդանիներին, դա սանհանգույցներում լվանալ չի կարելի եւ ջուրը թափել սանհանգույցների մեջ չի կարելի, որտեղ այդ բակտերիաները շատ կենսունակ են եւ կարող են միանգամից հետագայում անցնել մարդուն, որտեղ մարդը անընդհատ սանհանգույցների հետ գործ է ունենում։ Դրա համար այստեղ պետք է շատ զգուշ լինել։ Ընդհանրապես նման կենդանիներին պահելու դեպքում ուշադիր պետք է լինել երեխաների նկատմամբ, որտեղ երեխաները դեպի այդ կենդանիները գնում են, ես դե կրիան ինչ անում է կենդանի չէ, բայց նա կարող է շատ ուժեղ վարակ տարածել, իսկ երեխաները այնպիսի իմունիտետ չունեն, ինչպիսին մեծ մարդիկ ունեն։ Եթե կենդանիները ժամանակին պատվաստվում եւ պարտադիր բուժզննում են անցնում, կարելի է ասել, որ նրանք լիովին պաշտպանված են տարբեր հիվանդություններից։ Լիովին չեմ կարող ասել, բայց 99%-ով այո։ Կամ 1%, որը չենք կարող ասել, միշտ ուշադիր պետք է լինել։ Հիշեցնեմ, որ մեր հյուրն է ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը։ Այսօր խոսում ենք կենդանիների եւ նրանց հետ շփվելու կանոնների մասին։ Եվ կրկին չի կարելիների մասին, ինչ չի կարելի անել կենդանիների հետ շփվելու ընթացքում եւ դրանից հետո։ Չի կարելի չպաշտպանել հիգիենայի կանոնները։ Այսինքն շփվեցին կենդանիների հետ, պետք է անպայմանորեն լվացվել օճառով։ Հատկապես թափառող շների հետ։ Մարդիկ կան, որոնք փորձում են խնամել, շոյել թափառող շներին, բայց էլի ոչ թե չի կարելի շոյել, այլ պետք է անմիջապես դրանից հետո լվացվել եւ օճառով մաքուր լվացվել։ Ակվարիումը մաքրելու ժամանակ չի կարելի առանց ձեռնոցների ակվարիումը մաքրել։ Չի կարելի առանց եղարացնելու կաթը խմել։ Չի կարելի առանց աղաջուր դնելու անծանոթ պանիր օգտագործել, ոչխարի։ Այսպեսի չի կարելիներ կան, որոնք օգնում են մարդուն պաշտպանվել այդ վարակներից։ Գիտեք, ես խորհուրդ կտամ երեխաներին, եթե ուզում են կենդանիներ պահել, նախ լավ մտածեն, որովհետև եթե պահում ես կենդանուն, պետք է մարդավարի պահես։ Եթե լավ չես պահելու, ավելի լավ է կենդանուն չդժբախտացնես, որովհետև կենդանին նույնպես կարող է դժբախտ լինել։ Պետք է հասկանալ, թե ինչքան ժամանակ ես դու ծախսելու կենդանուն պահելու համար, ինչ միջոցներ եւ որքան ուշադիր ես լինելու նրա նկատմամբ։ Չի կարելի կիսատ բռատ չմտածված պարզապես կենդանիներ ձեռք բերել ու հետո նրանց գցել փողոց։ Շնորհակալ ենք զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։
Ռադիո Արևիկի եթերում 911 հաղորդաշարներ, հուսով եմ զրույցը հետաքրքիր է ձեզ։ Եթերում կհանդիպենք հաջորդ չորեքշաբթի ժամը 14-ին։ Հաղորդումը վարեց Տաթևիկ Շատյանը։ 911